Ողջույն սիրելի հետևորդներ, տաղավարում այսօր իմ հյուրն է Այք հոգեբանական ծառայությունների հիմնադիր Հայք կուսակցության խորհրդի անդամ Վարուժան Մելքոնյանը։ Պարոն Մելքոնյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար եւ այսօրվա հարցերը ուզում եմ որոշակիորեն առնչություն ունենան նաեւ հոգեբանության հետ։ Եվ այսպես, ինչու են հեղափոխությամբ եկած իշխանությունները հաճախ ընտրում յուրայիններին, այլ ոչ թե պրոֆեսիոնալներին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ու ես նկատել եմ ձեր եթերը քննարկվող հարցերի կարևորությամբ շահեկանորեն տարբերվում այլ եթերներից եւ հիմնականում հիմնարար հարցեր եք բարձրացնում։ Ինչպես եւ արդեն առաջի հարցից զգացվում է, որ ձեզ հետաքրքրում են շատ հիմնավոր խնդիրներ։ Շնորհակալ եմ։ Տեսեք ինչ է տեղի ունենում, այդպես չի, որ միայն հեղափոխությամբ իշխանության եկածներն են այդ երկընտրանքի առաջ կանգնում։ Յուրաքանչյուր նոր իշխանություն միշտ կանգնած է այդ երկընտրանքի առաջ, ընտրել պրոֆեսիոնալներ պաշտոններում, կառավարման ոլորտում, թե յուրայիններ։ Ու ինչպես ցույց է տվել մեր հետ խորհրդային ժամանակաշրջանը, բոլորը վերջի վերջո առավելությունը, առաջնությունը տվել են յուրայիններին։ Նա պետք է հասկանալ, թե դա ինչի է այդպես։ Իսկ հեղափոխությամբ իշխանության եկածները առավել եւս չեն կարող խուսափել յուրայիններին չընտրելուց։ Նրանք նույնիսկ չունեն այդ հնարավորությունը փնտրել պրոֆեսիոնալներ, նրանք ստիպված են ընտրել յուրայինների։ Հիմա ինչ է ընկած սրա խորքում, արմատներում։ Ինչ է նշանակում ընտրել պրոֆեսիոնալներ եւ ինչ է նշանակում ընտրել յուրայիններ։ Սա խորքային գիտակցական, ենթագիտակցական մոտեցումների, նպատակների խնդիր է։ Եթե իշխանավորի առաջի դեմքի գիտակցության մեջ, իր հոգեբանության մեջ, հեռահար նպատակներում նստած է պետություն կառուցելու, արդյունավետ կառավարում ապահովելու, արդյունավետ կառավարական ինստիտուտներ ձևավորելու հարցը, նա անպայման փորձում է փնտրել եւ գտնել պրոֆեսիոնալներ։ Իսկ եթե գիտակցության, նորից ենթագիտակցություն նստվածք է իշխանությունը պահելը, իշխանությունը պրոֆեսիոնալներով պահելու հնարավորությունը շատ քիչ է։ Իշխանությունը միշտ պահում են յուրայիններով։ Եվ այսպես, քանի որ հեղափոխությամբ իշխանության եկածները առավել եւս ունեն այդ խնդիրը, քանի որ հեղափոխությամբ իշխանություն եկածների համար իշխանությունը ըստ էության, այսպես ժողովրդական լեզվով ասած, օդից ընկած պարգև է, նվեր է, եւ նրանք ավելի շատ են ջանում պահել այդ իշխանությունը։ Հիմա ինչի համար է, որ ընտրվում են ոչ պրոֆեսիոնալ յուրայիններ, չէ՞ հարց է առաջանում, թող ընտրեն յուրայիններից պրոֆեսիոնալներին։ Այստեղ երկրորդ հարցն է։ Հեղափոխության ժամանակ հեղափոխության ակտիվիստները սովորաբար լինում են ոչ պրոֆեսիոնալներ տվյալ հասարակարգի։ Նրանք հիմնականում մարդիկ են, ովքեր հիմնական աշխատանք չունեն, հիմնական մասնագիտություն չունեն կամ մասնագիտությունում հաջողված չեն, եւ դրանցով է ձևավորվում յուրայինների բանակը։ Ու առաջի դեմքը, եթե ինքն էլ իրենցից մեկն է, առավել եւս, եթե նույնիսկ իրենցից մեկը չէ, ինքը ստիպված է այդ եղած բազայից կատարի թեկուզ լավագույն ընտրությունը։ Եվ դրա համար է, որ մենք անընդհատ վերարտադրում ենք յուրայիններով ձևավորված ոչ պրոֆեսիոնալ կառավարություններ, կառավարման համակարգ եւ ինստիտուտներ։ Այո, մեր առջև հստակ օրինակ կա այդպիսի։ Այդպիսի օրինակներ շատ ունենք։ Հիմա ինչի ենք այս հարցը այսօր կարևորում։ Տեսեք, մի քանի օրից ազգային ժողովի ընտրություններ են, ձևավորվելու է խորհրդարան, որը ձևավորելու է կառավարություն։ Ժողովուրդը դեռ շատ հարցեր ունի եւ կողմնորոշման անհրաժեշտություն։ Հիմա մենք ասում ենք, որ նոր իշխանությունը ստիպված է յուրայիններին ընտրել։ Ինչպես տարբերակեն, թե
այս հաջորդով գալու է իշխանության, էլի յուրայիններ է ընտրելու ոչ պրոֆեսիոնալ, թե կարող է ինչ-որ մեկը ընտրի պրոֆեսիոնալների։ Այդ հայտանիշը այսօր դեռ ես չեմ տեսնում։ Այդ դեպքում, եթե որևէ քաղաքական միավոր այդպիսի մտադրություն ունի պետություն կառուցելու, արդյունավետ կառավարման համակարգ կառուցելու, նա պետք է որ արդեն գոնե հայտարարություն տարածած լիներ, բաց հայտարարություն, որոշակի չափորոշիչներով կադրերի փնտրտուքի, որ բաց ամբողջ հայությունից ինքը ընտրեր, եթե որևէ կուսակցություն հիմա կա, փորձեք ժողովուրդն էլ թող փորձի, փնտրի, պրպտի, եթե կա կուսակցություն, որը բաց հայտարարություն ունի տարածած ապագա կադրերի, նախարարների, կառավարության անդամների եւ այլ հաստիկներում պաշտոնյաների նշանակման համար, դա նշանակում է իր մտքին կա պետություն կառուցել։ Ցավոք սրտի չկա։ Եթե չկա, ուրեմն շատ տխուր որևէ վիճակում կուսակցության ենք։ էջում։ Ուրեմն այս պահին դեռ տխուր վիճակում ենք։ Այո, ցավոք սրտի այդպես է։ Պետության համար ո՞րն է ավելի վտանգավոր՝ պրոֆեսիոնալ, բայց հավատարիմ կադրերը, թե անկախ ու պրոֆեսիոնալ մարդիկ։ Մեր լինի սկզբունքը նոր կոռուպցիայի սկիզբ է պարզապես նոր դեմքերով։ Տեսեք, էլի նույն հարցն ենք առնչվում։ Հարցը պետության համար միանշանակ պրոֆեսիոնալ կադրերը, անկախ կադրերը վտանգ չեն ներկայացնում, ընդհակառակը շատ օգտակար են պետության համար, պետություն կառուցելու համար, բայց նրանք շատ վտանգավոր են իշխանության պահելու, իշխանության կամակորություններն ու կամայականությունները իրականացնելու տեսանկյունից։ Պարոն Մելքոնյան, ներողություն, որ ընդհատում եմ, դրա հետ է կապված, որ երբ գալիս է նոր իշխանություն, հին կադրերին հրաժեշտ է տալիս եւ բերում են նոր կադրեր։ Ու այստեղ նորից անդրադառնանք հեղափոխության, տրամաբանության ու հոգեբանությանը։ Հեղափոխություն իրականացնելու համար կամ իշխանափոխություն իրականացնելու համար հեղափոխությունն ավելի շեշտված է, անկախ նրանից ինչ հեղափոխություն է զինված ապստամբությամբ է, չգիտեմ, կարմիրների ու սպիտակների տարանջատմամբ է, սևերի ու սպիտակների տարանջատմամբ է, մերոնք ու ձերոնք տարանջատմամբ է, միևնույնն է հեղափոխության տրամաբանությունը պառակտումն է, տարանջատումն է եւ մերժում է նախկինի ամեն ինչը մերժելով է, դրանով է կառուցվում հեղափոխական տրամադրությունը։ Եղածը վատ է, սա պետք է քանդել եւ ձևավորում է իմ թվարկած հասարակության այն շերտերից մարդիկ, ովքեր հակված են դրան։ Ու դրա համար է, որ պրոֆեսիոնալ կադրերը վտանգ են ներկայացնում իշխանություն պահելու, իշխանության կամայականությունները կատարելու հարցում։ Եթե իշխանությունը խնդիր ունենա պետություն կառուցելու, պատասխանատվությունը կրի պետություն կառուցելու, այդ հսկայական պարտականությունների բեռը տանել ուզենա, ինքը չի ընտրի ոչ պրոֆեսիոնալ, թեկուզ յուրայինի։ Նա ստիպված է լինելու փնտրել, պրպտել ու գտնել պրոֆեսիոնալների։ Սա է հիմնական։ Այ մեր իշխանությունները շատ են բարձրաձայնում նախկինները այսպես, նախկինները այնպես, բայց եթե իշխանությունը առաջնահերթ ընտրում է հավատարմությունը, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմը, ինչով է տարբերվում նախկիններից ըստ ձեզ։ Ոչ մի բանով չի տարբերվում, ավելի վատանում է, որովհետև յուրաքանչյուր նորը, ով նախկինների որևէ դրական արարք չի նկատում, կամ մտածված դա չի նկատում, կամ հեղափոխական իշխանափոխության քաղաքական նկատառումներով չի նկատում, բայց բոլոր դեպքերում մասսաների մղում է նախկինը ջնջելու, իսկ դա խաթարում է պետության շարունակականությունը։ Չնայած, որ ցանկացած իրավիճակում, ովքեր լինեն նախկինները, դրական գործեր միշտ լինում է։ Բոլոր իշխանությունների ժամանակ լինում են եւ դրական գործեր, եւ բացասական գործեր։ Եթե միայն բացասականը նկատել է, դա տիպիկ է հիմնականում ոչինչ չարած ընդդիմադիր կեցվածք ունեցող անձանց, որոնք շատ դեպքերում իշխանություն ստանալուց հետո դեռ շարունակում են այդ ընդդիմադիր կեցվածքն ու պահվածքը եւ երկար ժամանակ չեն կարողանում ազատագրվել։ Իրենք չգիտեն ինչ անեն, բայց գիտեն փնովել, քննադատել, հերքել որևէ նախկին եւ նույնիսկ ներկա իրենց իշխանության օրոք տեղի ունեցած։
Պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես էլի դեռ ձեզ կսպասեմ մեր տաղավարում։ Իսկ ձեզ սիրելի հետևորդներ հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Այք հոգեբանական ծառայությունների հիմնադիր, Հայք կուսակցության խորհրդի անդամ Վարուժան Մելքոնյանը։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, պարոն Մելքոնյան։ Ես էլ եմ շնորհակալ հետաքրքիր հարցազրույցի համար։